Հայ ժողովրդի պատմության խորքերից մինչև մեր օրեր հասած ամենասուրբ, ամենատակ և խորհրդավոր օջախներից մեկն է թոնիրը։ Այն պարզապես հացի թխելու հնոց չէ։ Այն մեր նախնիների հոգևոր և կենցաղային մշակույթի խորհրդանիշն է։ Ընտանիքի տաքության, մայրական ձեռքերի ջերմության, երկրի և մարդու անմիջական կապի մարմնավորումը։ Ծաղկան 4 տարի, կես երկերսարոչի դեմ ապրե, կեսուր սեփիլը ես բացիլեմ, և պաժնվա եկ այսի տնիրը ես ինձով սորվա ծաղկան, մի օրմ լավ, մի օրմ կեշ, մի օրմ հողին, մի օրմ թրին, սորվա ծաղկան, հիմյա սպեց եմ եղե, լավ, պիեսցիմ, կեղական բան ծաղկան, Ցանկ կնդենք կծաղկան, սիվտա լավաշը կեփինք, հետև պուլուճը կենինք, թրին հացնա ուշ է, թնդիրը լավ է, ծաղկս, կամանցեն սորվանք, հիմյա պարկ հաստծու ճան էր սաղալի, ամեն անգամատ ես թրով հաց կետում, աղջիկս, հայտանք ես ինձի սորվա, ես դիր կնդեմ գը, տանիմ գը, հարսս պանագը, ես զայնիմ գը ծաղկան, Հանի կերտանք թնդել դունը ծաղկան տեսնիս կա, ինչը կեփինք, մորը պատրաստում ենք աղը, տրոշը, եկել ջուրը, շաղվենք կլավ, թնենք կը, թթվի կը ինքը, թնդիրը կվարինք, հացը կզայնենք, աթարով, Հայկական թոնիրը մեր ժողովրդի ամենահին գյուտերից է։ Այն գոյություն ունի դեռևս մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակից։ Թոնիրը ոչ միայն հացի, այլև ընտանիքի հոգևոր միասնության խորհրդանիշն է։ Նախկինում գյուղերում թոնիրը փորվում էր տան ներսում, հատկապես ձմռանը ընտանիքը տաքացնելու համար։ Երբ հաց էին թխում, երեխաները հավաքվում էին շուրջը, լսելու տատիկի հեքիաթները, իսկ տատիկը միշտ ասում էր. «Թոնրի հացի հոտը Աստծու օրհնանքն է»։ Խմորը սկսվում է աղոթքով։ Տատիկը միշտ մի փոքր աղ էր լցնում ու խաչակնքում էր։ Աղը օրհնության համար, ասում էր։ Ջուրը պետք է լինի սառը աղբյուրի ջուր, ալյուրը տեղական ցորենից։ Եվ երբ խմորը խառնվում էր, նա միշտ ժպտում էր. խմորը պիտի լսի ձեռքիդ ջերմությունը։ Եթե սառն ես, հացը չի հաջողվի։ Թոնիրը պարզապես հացի թխելու տեղ չէ, այն մեր պատմության, մեր ջերմության և միասնականության խորհրդանիշն է։ Թոնիրը փորում էին հենց հողում, կիսով չափ գետնի մեջ, որպեսզի հողը պահի ջերմությունը և չկորցնի կրակի շունչը։ Այդ պատճառով էլ թոնրի խորհրդանշում էր մարդու և բնության ներդաշնակությունը։ Թոնրի կրակը գալիս էր երկրից, իսկ դրա բույրը բարձրանում էր երկրին։ Սա խորհրդանշում էր այն հավերժական կապը, որը հայերը միշտ տեսել են երկնքի և հողի միջև։ Այսօր, երբ տեխնոլոգիաները փոխարինել են հին գործիքներին, հայկական թոնիրը մնում է ավանդույթի, ինքնության և հիշողության կենդանի խորհրդանիշը։
Շատերը կառուցում են թոնիրներ նույնիսկ ժամանակակից տներում կամ բակերում, ոչ միայն հաց թխելու, այլ նաև ընտանիքի միասնականությունը պահպանելու համար։ Թոնիրը դարձել է նաև զբոսաշրջիկային խորհրդանիշ։ Այն ներկայացվում է որպես հայկական մշակույթի անբաժանելի մաս։ Այցելուները գալիս են գյուղեր տեսնելու, թե ինչպես է հայ կինը թխում լավաշ, ինչպես է բույրը տարածվում օդում, ինչպես է հողը, կրակը և մարդու ձեռքերը ստեղծում կենդանի հրաշք։ Լավաշը հայ կնոջ ձեռքերից ծնվող հրաշք է։ Խմորը շոյվում է, ձգվում է այնպես, որ գրեթե թափանցիկ է դառնում, և երբ այն փակցվում է թոնրի պատին, բոցը նրան փափկեցնում է, շնչավորում ու վերածում ոսկեգույն հրաշքի։ Լավաշը միայն սնունդ չէ, այն կյանքի խորհրդանիշ է, սրբություն ու հարատևություն։ Թոնրի բույրը հողի, կրակի ու խմորի համադրությամբ մեր արյան մեջ է։ Այն հիշեցնում է հայ ժողովրդի միակ հավերժ օջախը, որն անցնում է ժամանակների միջով, պահելով անցյալը, ապրեցնելով ներկան և աննկատորեն կերտելով ապագան։ Թոնիրը պարզապես հաց պատրաստելու հնոց չէ, այն հոգևոր, մշակութային և ընտանեկան արժեք է, որը միավորում է մարդկանց, անցյալն ու ապագան, երկիրը ու երկինքը։ Բացի պարզապես հաց լինելուց, լավաշը հայերի կյանքում հանդիսանում է կրոնածիսական և պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային տարր։ Նախ եկեք հասկանանք, թե որտեղից է առաջացել հացի լավաշ անվանումը։ Լավաշը հայկական բառ է, որը առաջացել է հենց այն պատրաստելու գործընթացից։ Խմորը կրկնակելուց հետո այն լավ քաշել են և բացել են։ Այդտեղից էլ առաջացել է լավ քաշած, լավ քաշ, իսկ հետո էլ արդեն լավաշ անվանումը։ Ըստ ավանդության հաց թխելու արարողությունը կատարվում էր վաղ առավոտյան, իսկ կրակը թոնրում վառում էր դեռևս արևածագին։ Իսկ հաց թխելու գործընթացն ուղեկցում էր բարի լույսի օրհնանքով ու աղոթքներով։ Հնում լավաշը թխել են թոնից տոն և մեծ քանակությամբ։ Այն գործընթացը հաճախ տևել է 1 կամ անգամ 2 օր։ Եղել են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ և որոնց միջոցով գովերգվել է լավաշի համը։
Ավանդական կենցաղում հաց թխելը խմբային գործընթաց էր, եւ անձը միայնակ չէր կարող հաց թխել։ Այն հանդիսանում էր բացառապես կանանց զբաղմունք, եւ խուսափում էին, որ հաց թխելու ընթացքում թոնրատուն տղամարդ մտնի, քանի որ դա համարվում էր վատ նշան։ Այս խմբային գործում բոլորի դերերը բաշխված էին, ամեն մարդ ուներ իր գործը, մեկը խմորն էր պատրաստում, մյուսը գրտնակում էր, մյուսը, ով ամենափորձառուն էր, այն խփում էր թոնրի շուրթին։ Ոչ փորձառուները հիմնականում փոխանցում էին խմորը գնդերը եւ այդ ընթացքում էլ սովորում ավելի փորձառուներից։ Հացի թխման արարողությունն ուներ 7 խորհուրդ՝ ցորենը, աղալը, ալյուր մաղելը, խմոր պատրաստելը, աղ լցնելը, գնդերը բաժանելը, թխելը եւ շարելը։ Թոնրից հանած առաջին հացն ուղարկում էին հիվանդին, որպեսզի նա ուտեր, ապաքինվեր եւ նաեւ ուժ ստանար։ Լավաշի մասին պատմում է մի առասպել, ըստ որի երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուկոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին։ Երբ Նաբուկոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ, արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն։ Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո Արամը Նաբուկոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն։ Արքան չի մերժում նրա խնդրանքը եւ սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ։ Հայկական զորքը գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ է թաքցնում։ Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել։ Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այնքան էլ հարմար չէ եւ իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ։ Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան եւ մեկ լավաշ են բերում Արամին։ 11-րդ օրը Արամը եւ Նաբուկոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու։ Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել եւ ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան։ Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուկոդոնոսորին եւ վերադառնալ հայրենիք։ Հայրենիք վերադառնալուց հետո թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածեն լավաշի։
Եվ այսպես Թոնրիը նորից հանգիստ է։ Կրակի լեզուներն արդեն մարել են, բայց նրա ներսում դեռ մնացել է այն աննկարագրելի ջերմությունը, որը սունում է ոչ միայն մեր հացը, այլև մեր հոգիները։ Թոնրի շուրջը ծնվել են հազարավոր հիշողություններ, տատիկների ձեռքերով խմոր հունցելու, երեխաների ծիծաղի ու թարմ հացի բույրի մեջ։ Ամեն անգամ, երբ թխում ենք Թոնրի հացը, կարծես մի պահ վերադառնում ենք մեր արմատներին, մեր մանկությանը, մեր նախնիներին, ովքեր իրենց ձեռքերով են պահել այս հողի տաքությունը։ Թխելը մեր ժողովրդի համար պարզապես սնունդ պատրաստել չէ։ Դա արարողություն է մի պահ, երբ ժամանակը կանգ է առնում։ Թոնրի կողքին բոլորը հավասարում են, լինի տարեց, թե երեխա։ Հացը այստեղ երբեք պարզապես հաց չէ, այն սիրո, ջերմության, համբերության և հոգատարության մարմնավորում է։ Ամեն փափկակերտև խմոր, ամեն ծխով լի բույր պատմություն մեր տան, մեր ազգի, մեր անցյալի մասին։ Երբ տեսնում ես, թե ինչպես է տատիկը ձեռքով շոյում հացի մակերեսը, կարծես օրհնում է այն։ Հասկանում ես, Թոնրիը պարզապես կավե խորան չէ, այն կենդանի մի արարած, որ շունչ է տաքացնում, խնամում։ Նրա տաքությունը վերածվում է ընտանիքի ջերմության, նրա բույրը հիշողության, իսկ նրա լույսը հույսի։ Թոնրի բոցը մեզ հիշեցնում է, որ ինչ էլ լինի, ժամանակի մեջ մենք երբեք չենք մոռանա մեր արմատները, մեր տները միշտ կունենան մի անկյուն, որտեղ հացը թխվում է սիրով, ոչ թե շտապով, որտեղ խմորի բույրը խառնում է երգի, ծիծաղի, աղոթքի, և կյանքը դառնում է մի փոքր ավելի բարի։ Թող ամեն Թոնրի վարվի սիրով, ամեն հաց բարձրանա օրհնությամբ և յուրաքանչյուր ընտանիք ունենա իր տաք հացի բույրը, որպես խաղաղության, միասնականության և հայության հավերժ խորհրդանիշ։
Շնորհակալություն ենք հայտնում մեր հաղորդումը մինչև վերջ դիտելու համար։ Ձեզ հետ է Ախալքալակի ձայնը ռադիոն։ Մնացեք մեզ հետ, որպեսզի բաց չթողնեք հետագա հետաքրքիր հաղորդումները։